Ով է վերահսկելու Հորմուզի նեղուցը, աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկը կրկին միջազգային դիմակայության առանցքում է։ Օմանը եւ Իրանը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց հանձնառությունը ապահովելու նեղուցի անվտանգությունն ու միջազգային նավարկության անխափան աշխատանքը։ Մասկատում համաձայնեցված փաստաթղթում ընդգծվում է նաև, որ Հորմուզի վերաբերյալ ցանկացած հետագա համաձայնություն պետք է հարգի երկու ափամերձ պետությունների իրավունքները։ Փաստաթուղթը համաձայնեցվել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Մասկատ կատարած այցի ընթացքում։ Բանակցություններին նախորդել էին Վաշինգտոնի հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին։ Միացյալ Նահանգները հայտարարել էր, թե այդպես պատասխանում է առևտրային նավերի վրա Թեհրանի հարձակումներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցի Միացյալ Նահանգների հետ առնչվող ռազմական օբյեկտներին։ Շարունակվում է դիվանագիտական դիմակայությունը։ Թեհրանը հերքում է Թրամփի հայտարարությունը, թե Իրանը խնդրել է վերսկսել երկխոսությունը։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղային հայտարարել է, որ Թեհրանը երբևէ չի դիմել Վաշինգտոնին բանակցությունները շարունակելու առաջարկով, բայց չի էլ մերժել տարածաշրջանային միջնորդներից մեկի Իրան այցելելու առաջարկը։ Ամենասկզբից մենք հայտարարել ենք, որ հավատարիմ ենք պարտավորություն պարտավորության դիմաց սկզբունքին։ Եթե հակառակ կողմը խախտում է իր պարտավորությունները, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան քայլեր ձեռնարկելու իրավունք է ստանում։ Այս մոտեցումը կպահպանվի նաև հետագայում։ Թեհրանը հերքել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հնչած մեղադրանքները Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը երբեք նպատակ չի ունեցել ստեղծել զանգվածային ոչնչացման զենք եւ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի։ Մեր միջուկային ծրագիրն իրականացվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցրած պետությունները, այլ ոչ թե մեղադրանքներ ներկայացվեն զոհ դարձած կողմին։ Թեհրանի փողոցներում պարզ մարդիկ իշխանություններից հատուցում են պահանջում։ Իրանցիները չեն վստահում ամերիկացիների խոստումներին։ Միացյալ Նահանգներին ոչ մի դեպքում թույլ չի տրվի միջամտել Հորմուզի նեղուցի գործերին։ Ես կոչ եմ անում աշխարհի ժողովուրդներին դիմակայել Ամերիկային եւ Իսրայելին։ Մենք պահանջում ենք արդարություն մեր առաջնորդի համար եւ թույլ չենք տա, որ նրա արյունը մնա անպատիժ։ Կմարի արդյոք վրեժի պահանջը դեռևս պարզ չէ։ Թեհրանից հնչող հայտարարությունները թե փողոցից, թե բարձր ամբիոններից ցույց են տալիս, որ Իրանը պատրաստ է ցանկացած մարտահրավերի։ Ծովինար Բարխուդարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։